Կառավարության դիմաց մի քանի ակցիա արեցին ՓՄՁ ներկայացուցիչները շրջանառության հարկի դեմ, հետո գնացին ազգային ժողով, խնդիրը չլուծվեց։ Լրագրողները հարցնում են, բա ինչ եք որոշել, ակցիաներ եք անելու, պատասխանում են. Մեր ընդհանուր կարծիքը այն է, որ իզուր ակցիաներ չանենք, մեր ձայնը չի լսվում, մի տարի էլ կդիմանանք, կգա նորմալ ղեկավար, հետ կբերի հաստատագրված վճարի համակարգը։ Եկեղեցու վրա գրող է, եպիսկոպոսին հարցնում եմ, էլ ինչպես եք արձագանքելու, ինչ գործողությունների եք դիմելու, պատասխանում է. մեր եկեղեցին 1700 տարուց ավելի այնքան բաներ է տեսել, ոչինչ, մի տարի էլ սա կտեսնի ու հրաժեշտ կտա սրանց։ Ամենուր է այդպես, կարող եմ չասել, որտեղ բոլորից շրջապատում էլ կա այդ քննարկումը, անգամ ՔՊԻ, այն հարբեցող падգամավորը իզուր չէր ասում։ Վարորդների ֆեյսբուքյան խմբեր կան, մեկը գրում է, որ ավտոմեքենան թալանել են 7 անգամ, այս վերջին անգամ որոշել է այլևս հայելիները տարբերանշանը չդնել։ Գրում է, մեկ է գողանում են, ոստիկանությունը չի բացահայտում, երևի համատեղ բիզնես է հանցագործների հետ։ Ասում է, մի քանի ամիս կդիմանամ, չեմ քշի, հեսա տարին ֆռած կգա նորմալ ղեկավար, դրանց հախից կգա նոր կսարքեմ։ Ու բազմաթիվ վարորդներ հավանության են արժանացնում հենց այդ գրառումը։